Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի հարավում իրականացվող հարձակումները, Իրանի զինված ուժերը խոստանում են կոշտ պատասխան տալ։ Իրանի կենտրոնական շտաբը հայտարարել է հրադադարի մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններից հետո Իսրայելը 84 անգամ խախտել է պայմանավորվածությունները։ Թեհրանը պնդում է վերջին 2 օրերին շարունակվել են հարվածներ Լիբանանի տարածքում։ Հայտարարության մեջ ընդգծվել է Իսրայելի գործողությունների շարունակությունը չի մնա անպատասխան։ Իրանի զինված ուժերը զգուշացրել են տարածաշրջանում իրավիճակը կարող է կրկին կտրուկ սրվել։ Իսրայելը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով ծանոթանալ Իրանի հետ նախատեսվող համաձայնագրի բովանդակությանը, սակայն մերժում է ստացել։ Իսրայելում դժգոհություն կա, քանի որ փաստաթղթի մանրամասների մասին տեղեկություններ են ստացվում միայն երրորդ կողմերից։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Թել Ավիվում մտահոգված են գործողությունից դուրս են մնում առանց բավարար տեղեկատվության։ ՆԱՏՕ-ն որոշել է հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայել Թուրքիայի Կոնիա նահանգում։ Քայլը պայմանավորված է տարածաշրջանում պահպանվող լարվածությամբ։ Համակարգի տեղակայումը համաձայնեցվել է դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Նախատեսվում է այն կուժեղացնի Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։ Համակարգի տեսակի եւ գործարկման ժամկետների մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի տեքստը կուղարկի կոնգրեսի քննարկմանը։ Նրա խոսքով աջակցում են նաև ընթացակարգին։ Միաժամանակ Թրամփը նշել է, կոնգրեսը հաճախ դեմ է արտահայտվում իր նախաձեռնություններին։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է ցանկանում է համաձայնագիրը դարձնել առավել թափանցիկ։ Նա նաև ակնարկել է, օրենսդիրների հետ նոր տարաձայնություններ կարող են առաջանալ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ խորհրդանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները։ Արաղչին ընդգծել է Իսրայելի հարձակումները Լիբանանի դեմ պետք է ամբողջությամբ դադարեցվեն։ Լիբանանի ղեկավարությունը ողջունել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրում Լիբանանին վերաբերող դրույթների ներառումը։ Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ Սենատը չի ընդունել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին դեմ է քվեարկել 47 սենատոր, դեմ 48-ը։ Հանրապետականներից 4-ը պաշտպանել են նախաձեռնություն, իսկ դեմոկրատներից միայն մեկը դեմ է արտահայտվել։ Չնայած ԱՄՆ սահմանադրությունը պատերազմ հայտարարելու իրավունքը վերապահում է կոնգրեսին, վերջին տարիներին նախագահները լայնորեն են օգտագործել ռազմական ուժ կիրառելու լիազորությունները։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, իսրայելական ուժերը չեն հեռանա Լիբանանից։ Նրա խոսքով նահանջ չի լինի ոչ ուրբաթ օրը, ոչ էլ դրանից հետո։ Սմոտրիչը շեշտել է, Իսրայելը պահպանում է լիակատար ռազմական ազատություն Լիբանանի տարածքում։ Նա նշել է, Հեզբոլլահի զինաթափումը մնում է գլխավոր պայմանը։ Նախարարի խոսքով Իսրայելը պատրաստ է երկարաժամկետ ներկայության հարավային Լիբանանում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, Իրանի հետ համաձայնությունը միայն երկկողմ փաստաթուղթ չէ։ Նրա խոսքով այն ներառելու է Իսրայելը, Լիբանանը եւ Պարսից ծոցի երկրները։ Վենսը դա անվանել է տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր։ Նա նշել է, գործարքը նախատեսված է երկարաժամկետ կայունության ապահովման համար։ Ճապոնիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ճապոնիայի նորացման հասարակություն կուսակցությունը հանդես է եկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերանայման օգտին։ Կուսակցությունը նաև առաջարկել է երկրի ռազմածովային ուժերը գիզինել ատոմային սուզանավերով։ Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել վարչապետ Սանաե Տակաիչիին։ Ներկայում Ճապոնիայում գործում են 3 ոչ միջուկային սկզբունքները։ Կուսակցությունը առաջարկում է պահպանել դրանցից 2-ը, սակայն հրաժարվել միջուկային զենքի ներկրման արգելքից։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, Իրանը պետք է փոխի իր վարքագիծը, եթե ցանկանում է հասնել տնտեսական բարգավաճման։ Նրա խոսքով այդ դեպքում իրանական ժողովուրդը կարող է ստանալ ավելի մեծ հնարավորություններ։ Վերջինս շեշտել է, Վաշինգտոնը պատրաստ է համագործակցության, եթե իրանական ղեկավարությունը փոխի իր քաղաքականությունը։ Առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Փամբագետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականին ծնված Նարեն Մարտիրոսյանի մարմինը։ Վերջինս գետն ընկած 2 քույրերից մեկն է։ Նշենք, որ հունիսի 15-ին ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ, այնուհետև ժամը 17:05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 եւ 13 տարեկան 2 երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված վայր։ 2 օր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացվում։ Այսօր արդեն հայտնաբերվել է քույրերից մեկի մարմինը, մյուսին շարունակում են որոնել։ Արդարադատության նախարար Սրփ Իգալյանը հունիսի 23-ից 26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում Գալյանը Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի։
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը Հայաստանի արտահանել 11.2 միլիոն դոլարի ապրանք, հայտնում է երկրի մաքսային կոմիտեն։ Վիճակագրության համաձայն միայն մայիսին ադրբեջանական արտահանումը Հայաստան կազմել է 1.6 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ նշված ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակիորեն արտահանվել է ընդամենը 960 դոլարի ապրանք, մայիսին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի գրանցվել։ Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանի արտահանում բենզին եւ դիզելային վառելիք։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի այսօր ժամը 15:00-ին։ Գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի ներկայացուցիչներ Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։ Գեներալ լեյտենանտ Իրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ մերժել է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում մասնավորապես դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։ Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը, այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը։ Նշվում է, թե յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ իբր պաշտպանության համար։ Նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդ նիստում պաշտպանության կողմին ժամանակ էր տրվել իրենց ելույթները պատրաստելու համար։ Հաջորդ շինծու դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշարք տալու ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ աջակիցներ հավաքագրելու պայմանով Սպիտակ համայնքի Գոգարան, Բնակավայրի եւ Հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք դեպքի առթիվ։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձին, կատարվել են վարույթային գործողություններ։ Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ եւ քաղաքական պատճառներ չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողության ծառայության Ռոսելխոզնadzori ղեկավար Սերգեյ Տանկվերտը։ Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են, բայց այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների հետ, ունենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ եւ արձանագրված խախտումներ, ասել է Դանկվերտը Ռոսիյսկայա գազետային տված հարցազրույցում։ Մարտահրավերները տեղում են ու առարկայանում են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշարք բաժանող ուժերը չունեն որևէ շանս Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու, ասել է նա։ Փաշինյանն ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է նաև, որ ընդդիմությանը զրկելու է ազգային ժողով մտնելուց։ Հենց ստորականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նշել. այս պահին ազգային ժողովում քննարկում է Երևանի թիմ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն։ Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից եւ ամբողջությամբ ազատել ճանապարհը բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի։ Ինչպես նաև 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30,000 դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար, նշել է Տիգրան Ավինյանը։ Հանրապետություն կուսակցություն նախմկահարույց հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի եւ դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից, այս մասին ասված է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ է մտցրել Հայաստանի Հանրապետության ապրանքների նկատմամբ, ինչը փակուղը առաջ է կանգնեցրել Հայաստանի Հանրապետության արտադրողներին անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։ Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը հապկից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալն ու խոր եւ համապարփակ առևտրի, ինչպես նաեւ ասոցիացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաեւ հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որ մենք ձևակերպել ենք, հետեւաբար մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար եւ կարող է ընդունվել որպես հանրային պահանջ, ասված է հայտարարության մեջ։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ մեկնարկել է գեներալ լեյտենանտ Իրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումը։ Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ըստ պաշտպանի խախտվել են քրեական հետապնդման ժամկետները։ Դիլիջան ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ։ Ինչպես հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը, այս ամենը եւս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ եւ վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօրվա փակնիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90 օրյա ժամկետը եւ հայտնվել մուտքի արգելքի տակ։ Այս մասին հայտնել է Ազատությունը։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան եւ իրականացնել բեռնափոխադրումներ։ Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կատրին Վոտրենը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը, կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի, նշել է Պապիկյանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական հրավեր չի ստացել մասնակցելու G7 գագաթնաժողովին։ Նա այսպես է արձագանքել տեղեկություններին, ըստ որոնց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել Ֆրանսիայում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում։ Պեսկովի խոսքով ռուսական կողմը նման հրավեր պաշտոնական ուղիներով չի ստացել։ Իսպանիայի Փայս թերթի փոխանցմամբ Եվրամիությունում շատերը դժգոհ են Կայա Կալասի որպես ԵՄ դիվանագիտական ղեկավարի աշխատանքից։ Ոմանք էլ նրան համարում են չափազանց կենտրոնացած Ռուսաստանի վրա։ Ըստ թերթի որոշ դիվանագետներ կատակում են, որ ԵՄ ինստիտուտները գնալով ավելի են նմանվում գահերի խաղին։ Հրատարակությունը նշում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Կալա Կայասի միջև մրցակցությունն ավելի է սրվել։ Թերթի գնահատմամբ այս հակասությունները կապված են եվրոպական արտաքին քաղաքականության վերահսկողության համար ավելի խոր ինստիտուցիոնալ պայքարի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն եւ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել։ Հայտնի չեն բանակցությունների մանրամասները եւ դրանց արդյունքները, հայտնի է միայն, որ քննարկման առանցքում եղել է ուկրաինական կարգավորումը։ Հանդիպման բովանդակության մասին պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հրապարակվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի տարածքում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ նոր հարվածների մասին։ Գերատեսչության տվյալներով թիրախում են եղել էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։ Հարվածներն հասցվել նաեւ հրահարանոթաչու սարքերի պահպանման, հավաքման եւ գործարկման վայրերին։ ՌԴՊՆ-ի փոխանցմամբ թիրախավորվել են նաեւ ուկրաինական զինված կազմավորումների եւ օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել Իրանի կողմից միջուկային սպառնալիքը։ Նրա խոսքով իրականացվել է Իսրայելի պատմության ամենախոշոր հարձակողական օդային գործողությունը։ Թիրախավորվել են միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները, ռազմական ենթակառուցվածքները եւ հրթիռային կարողությունները։ Նեթանյահուն պնդել է, Իրանը արագացրել էր իր միջուկային ծրագրի զարգացումը, սակայն այդ գործընթացը կանգնեցվել է։ Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Pitch Black 2026 միջազգային օդային զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը, դրանց կմասնակցեն 19 երկրների զինված ուժեր եւ ավելի քան 100 ինքնաթիռ։ Մասնակիցների թվում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Կանադան, Հնդկաստանը եւ մի շարք այլ երկրներ։ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Զելենսկին կարող է ցանկացած պահի ժամանել Մոսկվա։ Նրա խոսքով դա հնարավոր կլինի, եթե Կիևը պատրաստ լինի լուրջ եւ պատասխանատու բանակցությունների։ Պեսկովը նշել է, ռուսական կողմի դիրքորոշումը վաղուց հայտնի է ուկրաինական իշխանություններին։ Թրամփը հայտնել է G7 գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Զելենսկու հետ։ Նրա խոսքով հանդիպումը հաջող է անցել։ Թրամփը նաև հայտարարել է, կրկին կհանդիպի Զելենսկու հետ հունիսի 16-ին։ Այս մասին նա ասել է Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը նշել է, առաջին հանդիպումը շատ ավելի լավ է անցել։ Նա ընդգծել է, շփումները շարունակվելու են։
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում կարևոր է առաջընթաց գրանցել մինչև հաջորդ ձմռան սկիզբը։ Նրա խոսքով նախորդ ձմեռը չափազանց ծանր էր Ուկրաինայի համար, Զելենսկին նշել է Կիևը չի ցանկանում կրկին հայտնվել նույն իրավիճակում։ Նա նաև հայտնել է պատրաստ էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում։ Հնարավոր բանակցությունների վայրերի թվում Զելենսկին նշել է Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ եւ Մերձավոր Արևելքի երկրները։ G7-ի առաջնորդները հատուկ նիստ են անցկացնում Ուկրաինային վերաբերող հարցերի շուրջ, նիստին մասնակցում է նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Քննարկումների հիմնական նպատակն է համակարգել դաշնակիցների գործողությունները եւ Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձում խաղաղության գործընթացի հնարավորություններին եւ հետագա քայլերին։ Մասնակիցները շեշտում են միասնական մոտեցման անհրաժեշտությունը եւ ընդհանուր դիրքորոշման պահպանման կարեւորությունը։ Արարատցեմենտ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոսկեբանալի առողջարանի ձեռբերման գործընթացում եւս հայտնաբերվել են մի շարք խախտումներ, հայց է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով ուղերձում ասված է. «Ցանկանում եմ ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Հայ ժողովրդի քրվեն արդեն երրորդ անգամ արժևորում է ձեր առաջնորդությունը եւ ճանաչում այն խիզախությունը, որով դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին։ Իտալիան հետևում է Հայաստանի Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին եւ հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին», ասված է ուղերձում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղերձեցին հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ուժեղ ճնշումը եւ տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա։ Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը եւ տնտեսական դիվերսիֆիկացիան, նշել է Կալասը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Բաքվի եւ Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը Հարավային Կովկասում, քննարկեցինք խաղաղության գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Սա տարածաշրջանում խաղաղության հաստատման համար շատ կարևոր գործոն է։ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆիդանը։ Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեպերով 11 սանտիմետր, ընդամենը 15 օրում։ Այս մասին հայտնել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է օտարերկրյա ավիաընկերությունների համար սահմանափակ սպասարկման վերսկսման մասին։ Չվերթները վերաբացում են Մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի T4 տերմինալով։ Որոշումը վերաբերում է Պարսից ավիաընկերություններին, ինչպես նաև արաբական եւ միջազգային փոխադրողներին։ Չվացուցակները համակարգվելու են Քուվեյթի ավիացիոն իշխանությունների հետ համագործակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի հետ համաձայնագիրը հունիսի 19-ին Եվրոպայում կստորագրի փոխնախագահ Վենսը։ Նա միաժամանակ չի բացառել սեփական մասնակցությունը արարողությանը։ Թրամփը նշել է, որ իր ներկայությունը կախված կլինի իրավիճակից եւ ծրագրերից։ Նա նաեւ հայտնել է, փաստաթղթի տեքստը շուտով կհրապարակվի, ստորագրման վայրը դիտարկում է Շվեյցարիան Ժնևի ձևաչափով բանակցությունների շրջանակում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է Իրանը չի ստանա որևէ ֆինանսական փոխհատուցում Վաշինգտոնից։ Նրա խոսքով համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսավորում։ Նա ընդգծել է հնարավոր են միայն երրորդ երկրներ ներդրումներ Իրանում։ Վենսը նշել է Իրանը պետք է ինտեգրվի համաշխարհային տնտեսությանը։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին օրերին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի եւ վիրավորների աճի մասին։ Վերջին 24 ժամում զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում 2 կին։ Վիրավորների թիվը հասել է 82-ի, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մարտի 2-ից սկսված էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3798 մարդ, վիրավորների ընդհանուր թիվը հասել է 11781-ի։ Պոլիտիկոյի տվյալներով Եվրոպայի դաշնակիցները փորձում են խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բաց հակասություններից G7 գագաթնաժողովում։ Պատճառը Իրանի հետ կապված գործընթացների ֆոնին Ուկրաինայի թեմայի երկրորդ պլան մղվելն է։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգ են ԱՄՆ-ն կարող է վերադառնալ Ուկրաինայի խաղաղության գործընթացի վերահսկմանը։ Նրանք նաև մտավախություն ունեն Ռուսաստանի նկատմամբ ճնշման նվազման վերաբերյալ։ Եվրամիությունը միաժամանակ պատրաստում է պատժամիջոցների գնոր 21-րդ փաթեթը, սակայն նշվում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է մնալ ավելի մեղմ։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը հայտարարել է. անհրաժեշտության դեպքում կուղարկվեն ականազերծման նավեր Հորմուզի նեղուց։ Երկու նավեր արդեն գտնվում են տարածաշրջանին մոտ եւ կարող են արագ գործել։ Դրանք նախատեսված են հնարավոր ականազերծման գործողությունների համար։ Նախարարը նշել է, իրավիճակը դեռ լիովին պարզ չէ։ Նեղուցը ականապատված է թե ոչ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է երկարացնել իր մասնակցությունը G7 գագաթնաժողովում։ Ըստ հաղորդումների նրան սպասում են Բրյուսելում Եվրամիության ինտեգրման հարցերով քննարկումների համար։ Մակրոնը հետաքրքրվել է հնարավոր հանդիպմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն ուկրաինական կողմը հայտնել է նման առանձին հանդիպում չի նախատեսվում։ Սպիտակ տունը նշել է, ոչ պաշտոնական երկկողմ բանակցություններ չեն ծրագրված։ Միաժամանակ չի բացառվում ոչ պաշտոնական շփում գագաթնաժողովի ընթացքում։ Morgan Stanley եւ Goldman Sachs-ը վերանայել են նավթի գների կանխատեսումները։ Brent տեսակի նավթի միջին գինը 2026-ի համար գնահատվում է մոտ $80, նախկին 90-ի փոխարեն։ Վերլուծաբանները նշել են առաջարկի աճի եւ մատակարարումների վերականգնման ազդեցությունը։ Հորմուզի նեղուցի վերաբացումը նույնպես դիտարկում է որպես գների նվազեցման գործոն։ Goldman Sachs-ը կանխատեսում է տարածաշրջանի արտահանման արագ վերականգնում, արդյունքում շուկան կարող է աստիճանաբար կայունանալ։ Իրանը հայտարարել է Կատարի հետ էլեկտրաէներգիայի միացման նախագծի առաջընթացի մասին։ Նախագիծը շուտով կմտնի տեխնիկական իրականացման փուլ։ Իրանը արդեն էներգիայի փոխանակում մի շարք երկրների հետ՝ Պակիստան, Աֆղանստան, Թուրքիա, Թուրքմենստան, Ադրբեջան եւ Իրաք։ Կատարի հետ համագործակցության ուսումնասիրությունները գտնվում են վերջնական փուլում։ Նախարարության տվյալներով հնարավոր են նոր գործընկերություններ Պարսից ծոցի երկրների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 80-ամյակի կապակցությամբ։ Նա նվիրել է Գերմանիայի հավաքականի մարզաշապիկ Թրամփի անունով եւ 47 համարով։ Մերցը նշել է, սա խորհրդանշում է համագործակցությունը։ Նա գրառում է կատարել մենք նույն թիմում ենք։ Լուսանկարները արվել են G7 գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի Էվիանում։ Աշխարհի առաջնությունը այս պահին անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ 2025 թվականն այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն հաստատված խաղաղության ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ավարտ։ Այս մասին ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն է ստացել ու վերարտանագրվել է Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությամբ։ 2026 թվականի ընտրությունների արդյունքով ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ասել է Փաշինյանը։ Դատարանը վարույթ է ընդունել ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։ Ավելի վաղ հայտներ դարձել, որ ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Սամվել Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook եւ TikTok հարթակներում իր վերաբերյալ հայտարարությունը, որով ըստ հայցի վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն, խոսքը վերաբերում այն պնդմանը, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնել է եւ քաղաքականության մեջ մտնել է։ Աղքատության ցուցանիշը 2%-ային կետով նվազել է, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.5%-ային կետով, այս մասին ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.9%-ային կետով։ Աշխատավարձի բարձր աճեր են գրանցվել գյուղատնտեսության վարչական ծառայությունների փոխադրումների ոլորտում, գործազրկությունը նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 12.8%, 2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 48.6%-ով, վարձու աշխատողները 22.4%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ային կետով, նշել է Վահե Հովհաննիսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ ընտրակաշարք տալու եւ ստանալու ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու եւ դրանց հետ համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Նշված քրեական վարույթներից 66-ով ձերբակալվել է 227 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 248 անձի նկատմամբ, 15 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 108-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք, խափանման միջոցներ, 122-ի նկատմամբ այլ ընտրանքային խափանման միջոցներ։ 66 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարույթային գործողություններ, այդ թվում հարձակնվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում, 21 վարույթով նախաքննությունը 90 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով դատարան ուղարկելու համար։
Եվրամիությունն ու Ուկրաինան պաշտոնապես սկսել են անդամակցության շուրջ բանակցությունները Լյուքսեմբուրգում կայացած միջկառավարական կոնֆերանսի ընթացքում։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով մեկնարկել է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման նոր փուլը։ Բանակցությունները դիտարկում են որպես ԵՄ-ին անդամակցության գործընթացի կարևոր փուլերից մեկը։ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են եվրոպական ինտեգրումն իրենց ռազմավարական առաջնահերթություններից է։ Եվրոպական կառույցները շարունակում են աշխատանք անդամակցության չափանիշների եւ պայմանների շուրջ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին հնչեցրած խոսքերը եղել են վերջինիս հայտարարությունների պատասխանը։ Նրա խոսքով սկզբում ինքը լռել է չնայած հնչած սպառնալիքներին։ Լուկաշենկոն նշել է Զելենսկի երիտասարդ է եւ ոչ ռազմական գործիչ է, ուստի որոշել էր չարձագանքել։ Սակայն ըստ նրա, երբ սպառնալիքները վերաբերվել են անձամբ, իրեն ստիպված է եղել պատասխանել։ Նա նաեւ հայտարարել է, եթե Զելենսկին վիրավորվել է իր խոսքերից, ապա ներողություն է խնդրում։ Լուկաշենկոն ընդգծել է, Զելենսկին շատ լավ հասկանում է Բելարուսից եւ անձամբ իրենից ռազմական գործողություններ չպետք է սպասել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միշտ չէ որ նույն տեսակետն ունեն։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում հաճախ ասում են, թե Թրամփը կատարում է իր բոլոր ցանկությունները, իսկ Իսրայելում հակառակը։ Նեթանյահուն նշել է, երկու առաջնորդները վաղուց են ճանաչում միմյանց եւ գործընկերային հարաբերություններ ունեն։ Նա ընդգծել է, շատ հարցերում համաձայն են, սակայն լինում են նաեւ տարաձայնություններ։ Վարչապետի խոսքով նման իրավիճակներ լինում են նույնիսկ լավագույն ընտանիքներում։ Նա հավելել է, Իսրայելի անվտանգությունը պետք է պաշտպանել խոհեմ եւ հաշվենկատ քաղաքականությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով նախագահը նախապես նշել էր համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Միաժամանակ Վենսը չի բացառել, որ փաստաթուղթը կարող է հրապարակվել ավելի վաղ։ Նա ընդգծել է, պաշտոնական արարողությունը նախատեսված է Ժնևում հունիսի 19-ին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, եթե Ուկրաինան սկսի Բելարուսի վրա հարձակվել այնպես, ինչպես հարձակվում է Ռուսաստանի վրա, երկիրը շատ խոցելի կդառնա։ Նրա խոսքով Մինսկում լավ հասկանում են այդ վտանգը, ինչի պատճառով էլ չեն ցանկանում պատերազմ։ Լուկաշենկոն նշել է, հարվածների հիմնական թիրախ կարող են դառնալ կարևոր ենթակառուցվածքները։ Նա նաև հայտնել է, արդեն հայտարարվել է Բելարուսում 500 հնարավոր թիրախի գոյության մասին։ Բելարուսի ղեկավարը ընդգծել է, այդ հանգամանքը ստիպում է խուսափել ռազմական սրացումից։ Նրա խոսքով երկիրը շահագրգռված է կայունության պահպանմամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, վերջնական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ դեռևս գոյություն չունի։ Նրա խոսքով ձեռք բերված պայմանավորվածությունը կարևոր քայլ է պատերազմի ավարտի եւ բանակցությունների մեկնարկի համար։ Փեզեշքյանը նշել է, վերջնական փաստաթուղթը դեռ պետք է մշակվի։ Նա ընդգծել է, Իրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին, անկախ նրանից վերջնական համաձայնություն ձեռք կբերվի թե ոչ։ Նախագահի խոսքով կառավարությունը կենտրոնացած է ժողովրդի շահերին ծառայելու վրա։ Փեզեշքյանը հավելել է, Իրանը չի ընդունի նվաստացումը եւ շարունակելու է պաշտպանել սկզբունքները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե Թեհրանը խախտի պայմանավորվածությունները։ Նրա խոսքով հնարավոր է նաև վերականգնել Իրանի ծովային շրջափակումը։ Վենսը նշել է, բոլոր հնարավոր լծակները գտնվում են ԱՄՆ-ի ձեռքում։ Նա ընդգծել է, Վաշինգտոնը կգնահատի իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կկայացնի համապատասխան որոշումներ։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 17-ի կեսօրից հետո 18-ից 21-ի գիշերը եւ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ից 20 աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով, Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ից 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։